Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայ տղայի սրբազան պարտքն է, զինվոր լինելը կոչում։ Առաջին զորակոչը Ստեփանավանում ավանդաբար սկսվում է հենց այս հրապարակից։ Հարազատների համար բանակ տղա ճանապարհելը լի է հուզմունքով, բայց եւ հպարտությամբ։ Չէ՞ որ այս տղաներն այս պահից ազգի պաշտպաններն են։ Նրանցից է կախված մեզանից յուրաքանչյուրի վաղվա հանգիստ օրը։ Բարի ճանապարհ ենք մաղթում ձեզ, տղաներ։ Ձեզնից է կախված ձեր լավ ծառայությունը։ Եթե միայն իրար նկատմամբ լինեք հանդուրժող, ընկերասեր, ծառայությունը կանցնի շատ արագ։ Այստեղից տղաները կուղևորվեն հանրապետական հավաքակայան, ապա արդեն կորոշվի նրանց ապագա 2 տարիների ճակատագիրը, ով ինչպես հայրենիքին կտա իր պարտքը, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ Ստեփանավանի զինվորական կոմիսար Սպարտակ Խուբաթյանը հորդորում է ապագա զինվորների ծնողներին, որ երբեք իրենց երեխաներին ետ չպահեն պարտադիր զինծառայությունից։ Ինձ համար որպես զինկոմի շատ հաճելի է, որ այսօր զինակոչիկների մեծամասնությունը խուսափելու փոխարեն արդեն իրենց կամքով ներկայանում են, մեկնում են ծառայության։ Դա գալիս է նրանից, որ արդեն կամաց-կամաց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտակցում է, որ հայրենիքի պաշտպանությունը դա առաջնահերթ է ամեն մի հայորդու համար։ Այսօր մենք պետք է ունենանք հզոր բանակ, պետք է ունենանք հզոր մարտունակ բանակ, որպեսզի կարողանանք պաշտպանենք մեր հասարակության, մեր ժողովրդի անվտանգությունը։ Ստեփանավանն այն քաղաքներից է, որտեղ զինվորներին ճանապարհելու պատասխանատու եւ հուզիչ րոպեները տոնախմբության են վերածվում։ Ելույթներով հանդես են գալիս քաղաքի մշակութային օջախների շնորհալիները։ Բոլորի բարեմաղթանքը մեկն է՝ խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ հայ զինվորներին։ Լիանա Մխիթարյան, Ազգանուշ Մկրտչյան, Մոլորակ, Ստեփանավան։